Ողջույն սիրելի հայրենակիցներ, դեկտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու հերթական նիստի օրակարգ է բերվել Երևանի զինանշանի գունային փոփոխության հարցը։ Ինչպես գիտենք, գործող զինանշանը մայրաքաղաքի ծիրանագույն է, բրոնզագույն, կապույտով երիզված եւ փորձում են գունապնակը ամբողջովին դարձնել կապույտ, իրենց տեղեկանք հիմնավորման մեջ ներկայացնում են, որ իբրև խաղաղասեր եւ խաղաղություն հաստատող պետություն մայրաքաղաքի զինանշանի գույները պետք է եւս համապատասխանեն խաղաղության գույներին։ Սակայն նրանք չեն իրականացրել որևէ մասնագիտական փորձաքննություն, չկա մշակույթի գործիչների մասնագիտական կարծիքը, հանրային լսում այս առումով չի իրականացվել, այսինքն անտեսվել է մայրաքաղաքի բնակիչների կարծիքը զինանշանի գույնի փոփոխության նկատմամբ եւ փորձում են սեփական ներկայությունը ամրացնել նախորդ տարիների աշխատանքը ջնջելով։ Անթափանցիկ եւ անպատասխանատու գործողություններ են իրականացնում, մոռանալով, որ զինանշանը պետական խորհրդանիշ է, առավել եւս մայրաքաղաքի զինանշանը դա պետական խորհրդանիշ է եւ մեր ազգային դրոշի համահեղինակները Երևանի զինանշանը հաստատելիս հաշվի են առել զինանշանի մայրաքաղաքային նշանակությունը եւ օգտագործել են ազգային դրոշի գույները։ Այս ամենը փոփոխելը սեփական օրակարգը պարզապես բռնի ձևով քաղաքացիներին մատուցել է եւ իրենց քաղաքական պատվիրատուների պատվերի կատարում է։ Ես լիահույս եմ, որ Երևանի գործող ավագանին կկարողանա կանխել այս զինանշանի փոփոխությունը եւ մեր զինանշանը թողնենք անփոփոխ։ Երևանի զինանշանը ամենակարևոր խնդիրը չէ այս պահին, որ պետք է փոփոխություն կրի։ Երևանի քաղաքային իշխանությունը ունի բազմաթիվ ոլորտներում բաց թողումներ, ձախողումներ, քաղաքային տնտեսության կառավարման ձախողում եւ նրանք փոխարենը զբաղվեն քաղաքային խնդիրների գոնե մի խնդրի լուծմամբ, տարին ավարտվում է եւ հերթական անգամ արձանագրում ենք, որ որևէ խնդիր, գոնե մեկ խնդիր չեն կարողացել հիմնովին լուծել, մինչդեռ մարդիկ փորձում են զինանշանի գույները իրենց ճաշակով թելադրել եւ պարտադրել մեզ, ինչը դատապարտելի է եւ ես լիահույս եմ, որ քաղաքային իշխանությունը, ավագանին ավելի ճիշտ, կկարողանա կանխել Երևանի զինանշանի գունային փոփոխությունը, հարմարեցնելով Ալիևի պահանջներին։